Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին։ Բարև ձեզ, պարոն Եղոյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Երեկ տեղի ունեցավ շատ տպավորիչ զորահանդես, բայց ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը դրանից չի ուրախացել։ Ես ուզում եմ թվել հատկապես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, մասնավորապես Քոչարյանը իր երեկվա ուղերձում սպառնացել էր հունիսի 7-ին նոր սարդարապատ անել, ժողովրդի քվեով վռնդել արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն։ Եվ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր ցավոք լքված զավակը։ Եվ կոչ է արել քաղաքացիներին համախմբվել, հունիսի 7-ին ոչ ասել իր խոսքերով պարտության, հուսահատության եւ ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին իր արբանյակներով հանդերձ եւ մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, սկիզբ դնել բանակի վերականգնմանը։ Ինչու են նրանք աղմկում նախկին ղեկավարները։ Եթե բանակի վերականգնում ասելով իրենք նկատի ունեն նորից ուրեմն կոնսերվաների բանկաներով պաշտպանություն կազմակերպելը եւ մեր կառուցած ամենաշինական աշխատանքները քանդելը եւ մեր վերած զենքով, օրինակ ֆրանսիական զենքով բանի Սամվել Կարապետյանի Ֆրանսիայում գտնվող տան համար փակվելը, որ կալանքից հանվի այդ տունը, այսինքն եթե դա նկատի ունեն, ինչ է, եթե նկատի ունեն, որ օրինակ այսօր Պաշտպան Հայրենիաց ծրագրով ատեստավորումից օրինակ միջին գնահատական ստացած զինվորականի աշխատավարձը 600,000-ից իջացնելու են իրեն ժամանակվա թվերին հասցնելու, ինչ է նկատի ունեն, թե կրկնապատկելու են այդ աշխատավարձը, ինչ են իրենք անելու, ինչ են, թե էլի մի հատ Իսկանդեր են բերելու Ռուսաստանից, էլի ամեն բանին, սորահանդեսին դա պտտեն, ասեն, որ դա տարածաշրջանում բալանսավոր, կարծես միջուկային զենք է, էլի բալանսավոր։ Մարտունակ բանակը պարտադիր շրջան։ Հա։ Իրենց ժամանակվա Մարտունակ բանակից խոսում են անդադ։ Լսեք, 20 թվականի բանակը իրենց ժամանակվա բանակն էր։ 20 թվականի բանակը 44-օրյա պատերազմում կրված բանակը իրենց ժամանակվա բանակներ, այո, այսինքն Հայաստանի Հանրապետության բանակներ, մեր բոլորի բանակներ, բայց իրենց ժամանակվա բանակներ, որովհետև այդ բանակը կռվում էր այն գործիքակազմով, այն կրթությամբ, այն զինատեսակներով, որ իրենց թողել էր այդ իշխանությունը, մենք 1, 2, քանի, էլի գնումներ արել ենք, բայց հավանաբար չենք պակասացրել, այսպես եկեք ասենք, իրեն ժամանակվա թողած զենքերից ոչինչ չի պակասել, ոնց 18 թվականին թողել են այդ զենքերը, զինվորականներին, գեներալներին, իրանց ուրեմն կրթած, իրենց ժամանակվա, ինչ ասած, այդ բանի ասած վիպրավկա անցած զինվորականներն են, գեներալներն են, մյուսներն են, ես ոչ թե վատ իմաստով եմ ասում, այլ ուղղակի փաստ եմ արձանագրում, եթե իրենք ասում են իրենց ժամանակվա էտա, իրենց ժամանակվանը էտա, եւ կյանքը ցույց տվեց, որ մեր տարածաշրջանի խնդիրները լուծելու համար, մեր տարածաշրջանում ուժերի բալանսը պահելու համար, մեր պետության անվտանգությունը պահելու համար, որոնց դա բանակի հարց չէր, էլի մենակ, այսինքն այն ռազմաքաղաքական իրավիճակը, որում իրենք թողել էին Հայաստանի Հանրապետությունը, այդ ռազմաքաղաքական իրավիճակը սպասարկելու համար այդ բանակը եւ ոչ միայն բանակը, մեր տնտեսությունը, մեր պետական համակարգը ունակ չէր այլևս սպասարկելու այդ ռազմաքաղաքական իրավիճակը։ Այս բանակը իրական Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները սպասարկելու համար է, նախ եւ առաջ խաղաղությունը պահպանելու համար է այս բանակը, մի բան, ինչը իրենք այդքան էլ չեն ցանկանում իրականացնել, մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը պաշտպանելու համար է, բայց ամենակարևորը պետության անվտանգության ամբողջ բեռը մեր համակարգում բանակի եւ զինվորի ուսին չի դրված, այսինքն ամբողջ ինչ լինում պետական համակարգ, դիվանագետներ, տնտեսություն, հարկատու, քաղաքացի, ուրեմն պետական, չգիտեմ, բոլոր դատական համակարգ, քանի ուրեմն
ճյուղերից է կազմված մեր ընդհանրապես պետական համակարգը եւ դիմակայունությունը եւ մեր ռազմավարական նպատակները քանի ոլորտներ են սպասարկում մենք ամբողջ բեռը չենք թողնում բանակի ուսերին բանակը այսպես ասած բանակը պետք է խառնվի գործին այն ժամանակ, երբ մնացած մյուս բոլոր համակարգերը արդեն խառնվել են եւ արդեն էլ չեն հաջողել, լավ կլինի որ չգա այդպիսի իրավիճակ, բայց բանակը վերջինը պետքա խառնվի երկրի ռազմավարական խնդիրների լուծման եւ ոչ թե առաջինը կանգնած լինի, հենց առաջինը միանգամից դու բանակը մտցնես հարցի լուծման մեջ, բա տնտեսությունը, բա քո կներեք, այդքան խոսում են հիմա բանը, չէ՞, ուժեղ բիզնեսմենները, սրանք նրանք, ո՞նց է որ այդ մեր ժամանակ մեր պետության հնան համարյա թե երրապատկվել է հեսա այս տարի հուսով եմ 10,000 մեկ շնչին ընկնող հնան 10,000 դոլարով կփակենք իրան ժամանակվա 3-8-4,000-ի համեմատ Խոսենք նաև Սամվել Կարապետյանի հայտարարության մասին, իր պարագայում ինչ խոսի պարտադիր 300,000 ադրբեջանցին կա այդ խոսույթի մեջ, նա նշել է բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ PR-ի, ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300,000 ադրբեջանցիներ։ Բայց ով է բերելու 300,000 ադրբեջանցին, ինքն է բերելու, ով պիտի բերի, էլի։ Ես չեմ հասկանում այդ մարդը ընդհանրապես ինչով է մտածում։ Ձեր ամեն հերքումից հետո ինքը կրկին Չէ, հերքելու հարց չի, ով է այդ մասին խոսում։ Դա ինչ թեմա է։ Դա ինչ թեմա է։ Ես լավ չեմ պատկերացնում։ Դա նախ ինչ թիվ է։ Սկսենք այդտեղից։ Նախընտրական բոլոր հոլովակներում դա կա պարոն Եղոյան եւ մարդկանց մոտ վախեցնելու Բայց դա զավեշտալի է, դա վախենալու չի կներեք։ Վախենալուն այնա, որ օրինակ Ծիծեռնակաբերդի բլուրում իրենք պատկերում են մսկիթ։ Օրինակ դա է վախենալուն, բայց այդ այն մյուս կուսակցությունը Հայաստան դաշինքի հոլովակն է, չէ, եթե չեմ սխալվում։ Հա, նման մի բան տեսել եմ իրանց հոլովակներից մեկում, այ դա իսկապես դա ստորություն է իսկապես, ես կասեի, ոչ միայն վախենա, բայց իր ասածը արդեն հասկացանք, հա տեսնում ես, գիտեք, բանը էլի գլխով պատը չի ծակելու, տեսնում է չի անցնում, հա, մի քիչ գոնե փորձի շրջանցի հետո ասում է ճկուն բիզնեսմեն է, մեզ է մենը, ճկուն բիզնեսմենը ո՞ն ամեն անգամ նույն բանը ասել, ինքը դրսում է, լա իր բանակցությունը, տենց հավարել էլի, որ տվել տունը ձեռից առել են ֆրանսիացիք, տենց է երևի իր բիզնեսը կառուցել, երևի այնտեղ եկել են, հաստատ ասած կլինեն, չէ՞ մի արա, ասես չի կարելի, այդտեղ երևում է որ խնդիր կա, հաստատ զգուշացած կլինեն, ասելա չէ, իմն է, հեսա 130 միլիոն եվրո տալիս եմ, առնեմ, իմն է, ուրիշ մարդունը չի, ֆրանսիական բան իրավապահները տվել ձեռից առեն, հիմա դատվում է Ֆրանսիայի հետ օգտագործելով իր հայկական անձնագիրը եւ հղում անելով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ուրեմն ներդրումների պաշտպանության համապատասխան համաձայնագրի 95 թվականից հա տենց է ինքը ասենք իր երևի ասել են բան մի հատ նայ այնտեղ լույսի մարտիկ հավելագրում են անում գույք են կուտակում երևի ասել չէ կամ ասել հա ոչինչ ինչ ա եղել լսեք լավ եկեք մի քիչ բան անենք էլի դա դիվերսիա է Հայաստանի դա կոնկրետ իրանք ինչ դա օտարերկրյա դիվերսիա է Հայաստանի Հանրապետության դեմ տեսան որ Ադրբեջանից չի գալիս է դիվերսիան հիմա իրանք են փորձում իրականացնել դիվերսիան դա դիվերսիա է Հայաստանի Հանրապետությունը մշտապես բնակվելու համար մարդը պետքա նախ դիմի համապատասխան եթե օտարերկրացի է ինքը պետք է դիմի համապատասխան բան պետք է հանի կացության քարտի մալ չէ շատ օտարերկրացիներ կան Հայաստանում չգիտեմ վրացիներ իրանցիներ եվրոպացիներ ասիացի ամբողջ աշխարհից չէ մարդիկ դիմում են շուտ մեկը բիզնես անում մեկը սովոր հնդիկներ մեն շատ սիրելի չէ կամ ուսանողներ էլ կան աշխարհ բիզնեսմեններ էլ կան քանի ձեռնարկություն կա այստեղ կամ պետքա դիմես կացության քարտ անես կամ պետքա դիմեն քաղաքացիություն անեն այդ ոնց է դա լինելու կացության քարտը պետությունն է որոշում տա չտա իր ասածն ինչ է որ մեր կառավարությունը 300,000 ադրբեջանցու Հայաստանում կացության քարտ է տալու որ ինչ կանոններ կան, բաներ կան, այնտեղ ասենք ինչ որ բանով պետք է զբաղվի, այդպես բան չի դա, այդ մեխանիկական process չի, դա ամեն հայցը դիտարկվում է, բան է արվում, ինքը դա ոնց է պատկերացնում։ Ինչ ասեմ, քիչ ասում է մի հիմար փոսը, բանը, քարը գցում է փոսը 10 խելոք չեն կարող անել, հիմա լրիվ այդ իրավիճակն է։ Նարեկ Կարապետյանն մի հետաքրքիր հայտարարություն արել այդ զորահանդեսից հետո, որ հաջորդ իշխանության օրոք, այո, որ զենքերը նվեր են ստանալու կամ ավելի էժան են ձեռք բերելու։ Հեն կարգին իսկ չվասում արա մեծ տղայի հեքիաթների հավատում հիշում եք։
ասում բանը լսեք ես հասկանում եք ես չեմ կարող ես ինձ մոտ տպավորություն է որ ես անեկդոտի հերոսների հետ եմ խոսում ես չեմ կարող ասենք անեկդոտի հերոսների հետ բանավիճեմ անեկդոտա ասեցին ծիծաղեցին հիմա ասենք միտեղ լավ նստած լինենք ասենք բանում էլի զրուցարանում նստած լինենք ասես բա չիմացար ասենք այս ինչը գալիս է այս ինչի մոտ ասում է բանը ես ինձ զենքը նվեր են տալու հա բոլորը ծիծաղեն ասեն հա լավ ասենք ես մեր հարևան ասենք մի հատ թեթև սոլիկ մեկը լինի օրինակ էլի մի քիչ տենց բան էլի տենց հումորով մի հատ ինչ-որ տիպ լինի կամ մի քիչ արկածախնդիր մեկը լինի ասենք այդ բակում որ միշտ ինչ-որ խնդիրներ կամ ինչ-որ անհավանական բաներ է խոսում կամ ինչ-որ միշտ ինչ-որ բան հիմար պատմությունների մեջ է հայտնվում ասեն այս ինչ է մեր բակից բա չիմացար գնացել է մտել է խանութ առևտուրը արել է եկել է կասայի մոտ ասում է այս ինչ չեք նվիրելու ու ասենք այդ նստած այդ զրուցանում արդիկ ծիծաղեն անցնի գնա հասկացանք հիմա լուրջ բան ենք խոսում ասենք ես հիմա ինձ անհատման եմ զգում ասենք բայց այս մարդիկ մեծ քաղաքականություն մտնելու հայտ են դա ո՞նց կա եթե բան ինչ որ ասեք ես պիտի բացատրեմ ասենք առաջի դասանցու հետ չեմ խոսում 10 տարեկանների հետ չեմ խոսում որ ասեմ բալիկ ջան բանը ծամոնը ունի գին, չգիտեմ, կոնֆետ ունի գին, շոկոլադը ունի գին, որտեղ դա մեկը արտադրել է, չարչարվել է, վաճառել է, դա ունի ինքնարժեք, ինչ որ չլինի, գոնե, հələ Սերժ Սարգսյանն ասում է ինքնարժեքով են տալիս, ասում է նվերը, գոնե ասել ինքնարժեքով են տալու, ասեմ լավ, հա, ինքնարժեքով հələ մի հատ մտածենք, բայց դա այնտեղ էլի հարց է, էլի, այդ ինչ գնով են ինքնարժեքով տալու, այդ գնի մեջ ինչ է մտնելու բացի ինքնարժեքից, բայց նվերը ո՞ր է սա, ինչի սիրուն աշկերի համար են դա տալու այդ նվերը, թե ուրիշ բաների համար են նվեր տալու, եթե ուրիշ բաների համար են նվեր տալու, այ այդ ուրիշ բաները մի հատ թող ինքը թվարկի, թե իրան ինչի համար են զենքը նվեր տալու եւ ով է նվեր տալու եւ ինչ զենք է նվեր տալու, այն համակարգերից կարա նվեր բերի, այն որ երեք ցուցադրվեցին, օրինակ 155 միլիմետրանոց համազարգային հրետանուր կներեք համակարգ օրինակ կարա բերի օրինակ եթե կարա բերի թող մի հատ բերի մի հատիկ թող բերի տեսնենք մի հատիկ թող բերի Հայաստանի Հանրապետությանը նվիրի հա մի հատիկ Սեզար թող բերի Հայաստանի հա թող այ կակրած բանը էլի անդադ պատտվում են հասնում ենք Ֆրանսիային թող դիմի Ֆրանսիայի նախագահին ում ղեկավարած հանրապետության հետ ինքը հիմա դատվում է իր բանի վիլայի հարցերով թող դիմի ասից մի հատիկ Սեզար նվիրեք էլի կամ մյուս գործընկերներին հնդիկներին լավ ինքն խնդիրներ ունի այս կողմ թեքվենք Հնդկաստանին թող դիմի ասից մի հատիկ հրետանային համակարգ ինձ նվիրեք կամ բանի հրթիռային համակարգ չգիտեմ համազարգային համակարգ մի հատ չգիտեմ մի հատիկ թող անի Չէ լուրջ եմ ասում, եկեք սենց չելենջ անենք, հələ ժամանակ ունի, 10 օր կա, մի հատիկ թող բերի հասկանանք, որ ուժեղ ինքը տենց ուժեղ նվերներ ստացող, այս եթե պետք է գան նստի, ասենք ստեղ իշխանության, մեր պետության շահերը բանի սակարկության հանի, պարզ է պետության շահերը, հա կարող է հիմա բռնեն, չգիտեմ, էլ ինչ կա այս երկրում, բռնեն պետական 22%-ը պղնձամոլիբդենային կոմբինատում տան Այսրան նրան հա տեղը ասենք մի 20 տոննա ոնց որ իրանք են տոննաներով կիլոներով չափում մետաղի ջարդում բերեն ասեն էսի զենք հա չգիտեմ բաների օգտագործած չգիտեմ էլի 70-ական եսի ինչ է էլի հա մի հատ էսի այս պատերազմից մնացած մի ինչ որ ռարիտետ է այնն էլ այն մյուս պատերազմից մնացած ռարիտետ է հա տենց կարող է ոնց որ եղել է տենց կարող մենք չենք ասել Սերժ Սարգսյանն ասել թող գնան իրաց ղեկավարին Կարեն Կարապետյանի ղեկավարին թող գնան հարցնել, ասենք, այդ մարդն ասում 80-ականների զենքերով ենք կռվում, հիմա պարզվեց մի քիչ այդքան էլ 80-ական չէ, 70-ական, 60-ական է։ Պարոն Եղայան, նաև պնդումներ կան, որ բանակը ներքաշեցիք ներքաղաքական գործընթացների մեջ։ Ոնց, երբ։ Ենթադրում եմ։ Հետո Քոչարյանը չի ասում։ Դե Սերժ Սարգսյանը շատ էպիկ կլինի, եթե այդ Քոչարյանն ասի ու Սերժ Սարգսյանը։ Հուսով եմ այդպես ասենք այդպես մի հատ այդպես ուրիշ այդպես, այն ոնց է նոր ուժերից ովքեր կան։ Հուսով եմ գոնե այդ կարող է Թաթոյանն ասում օրինակ։ Չէ լուրջ ով է ասում, որ ներքաղաքական գործընթացը որն է, բանակ ներքաշելը որն է։ Զորահանդեսը այսինքն համարվում էր Լսեք, իրանք այս 5 ամիսա գլուխներս տարան։ Ցույց տվեք։ Չասենք լուրջ էլի, ասենք ուրա տեսախցիկը։
Իրենց պարագայում այն ինչ որ առաջարկում են անում եք կներեք էլի բան արին էլ ոնց ասեմ էլ տեղ չթողեցին ցույց տվեք ինչի վրա եք ծախսել ինչի վրա դուք այսքան ժամանակ եք զենքերը նոր չեն հասել Հայաստան մի մասը ասենք կարող է տարիների ընթացքում դա գնված տարբեր պետություններից եկած զենքատ եւ տեղում արտադրված էլի շատ զգալի մասը շատ հետաքրքիր բաներ կային թե տեսակ հետո փորձագետներն էլ արտահայտվեցին իրանց էլ լսեք բանը իրանք չէ հարցը բարձրացրեցին ազգային ժողովում վարչապետն ասեց զենք ենք առել ասեց թե չասեց ու այդքանով կարծես թե հասկանալի է որ չէր ասում 8 միլիարդով զենք են առել նշանակում են մեծ մի զգալի կտորը չէ թվակի ամբողջ զենք են առել բունկեր ենք սարքել ճանապարհ ենք սարքել հյուսիս հարավն ենք սարքել իրանց կերած հյուսիս հարավը իրանց կներեք լափած հյուսիս հարավը որ տենց էլ կառուցվում է ու չէ կառուցվում մինչև Գյումրի այսօր ժամ 15 ժամ 20 րոպե այսօր մտնում ես Գյումրի այսօրվա դուք մյուս կտորը պետք է սարքենք էլի պարտքով որտեղ բարձի տակ դրած այդքան փող չունենք Սյունիքի հատվածում արդեն այդ վարկը հասատել ազգային ժողովը այդ տրանշով եւ այլ գալու է մի խոսքով, հա։ Հիմա վարչապետն ասեց զենք եք առել։ Ասեց բա ուր է, սկսեցին հաշվել, բայց այսի հանածենի գումարած հələ ցույց տվեցիք, ի՞նչ են ուզում։ Հիմա ցույց տալուց հետո այլ շահարկման թեմա գտան։ Դե ինչ շահարկման թեմա կա բզով, եկել է կանգնել են շքերթ արել, այսինքն 16 թվականին շքերթը բան է 17 թվականի խորհրդարանական ընտրությունից առաջ որ տեղի ունեցավ։ Էլի ամիսներ առաջ էր, չէ՞, 17 թվականի խորհրդարանական ընտրությունից մի 4 ամիս առաջ էր։ Էն էլ այն գործընթացի համար էր, որ ասում էին հրապարակ է մտնում Իսկանդեր, հա, ասենք օրինակի, հա, այդ էլ է նախընտրական, մենք այս ժամանակ դες բաներ ասում ենք, որ էսի բերել եք որ նախընտրական բան անեք, որ բանակը Իսկանդերը ներքաշում եք նախընտրական գործընթացների մեջ։ Այդ իրանք են փաստաթղթավորված, փաստագրված բանակը ներքաշել քաղաքականության մեջ մարտի 1-ին մնացածը չասեմ, էլի դա փաստագրված է, ինչ են ասենք խելքից դուրս խոսում։ Խոսանք Մոսկվայից եկող սպառնալիքների մասին, բարբերաբար դրանք լինում են, որը ակտիվորեն տարածում է հենց մեր ընդդիմությունը եւ զզինչի ընդդիմությունը հանդես գալիս ռուսական նարատիվների պաշտպանության դիրքերից։ Դա որտեղ ռուսամետ ընդդիմություն է։ Դե ռուսամետ չէ իրանք։ Չէ, դրանք Ռուսաստանի նախագահ ասեց, էլ հիմա ծիծաղում եք, ես էլ կծիծաղեմ, մարդկանց կթվա հումոր եմ անում։ Ռուսաստանի նախագահ ասեց, որ բան են ռուսամետ ուժերն են, թողեք թող մասնակցեն։ Մենք էլ ասացինք, որ դե անձնագիրը խնդրեմ է, անձնագրով ռուսական անձնագրով չեն կարա, բայց ումը բացառապես հայկական է։ Շանս ընդեղ էլ հիմա թեմաներ են բացվում ոնց որ թե, բայց ինչ որ է, օրենքը ասում է ումը բացառապես հայկական է, կարա մասնակցի, հիմա մասնակցում են։ Այդ ռուսամետ ու սա ոչ թե ինչ որ բան եմ ասում, ինչ որ հեգնական կամ բան։ Ռուսամետ ուժերն են, ես չանավանակ ռուսամետ ուժերը, հիմա կրկնում են, լսում են, ես ինչ գիտեմ։ Հաղորդումից քիչ առաջ Reuters-ը մի հրապարակում է արել, համաձայն որի Ռուսաստանի Դաշնության ես մի փոքրիկ հատվածը մեջ բերեմ, որ ՌԴ իշխանությունները պլանավորել են Ռուսաստանում բնակվող 100,000 հայերի տեղափոխել Հայաստան իրենց նախընտրական տեխնացուի օգտին քվեարկելու համար։ 3 աղբյուրների փոխանցմամբ ռուսական իշխանությունները հաշվարկել էին, որ 100,000 ընտրող տեղափոխելու արժեքը կկազմի մոտ $50 միլիոն։ Հա, չգիտեմ, չեմ կարող փաստական որևէ բան ասել, բայց կարող եմ ասել, որ հենց այդտեղ գալուց առաջ բառացիորեն երևի կլինի մոտ 2 ժամ առաջ ինձ փողոցում մոտեցավ մի կին, նախ ճանաչեց, մոտեցավ եւ ասեց, որ եկել է Ռուսաստանից եւ ընտրելու է մեզ նայում է, հետևում է, շատ հարգում եւ մնացածը ու սա ուղղակի այսօրվա թարմ դեպքն եմ ասում նախընտրական քարոզչության ժամանակ տեսնում եք այդպես քանի մարդ է մոտենում վարչապետին դա ուղի եթեր է այդ մարդը ասենք մարդը կա դեմքը կա կարող Ուկրաինայից Ռուսաստան Եվրոպայից էլ շատ էլ այսինքն լսեք բան չի էլի ասենք ինչի է մարդկանց թվում որ այդ մարդիկ բան են ասենք պուլտով կարելի է մարդկանց կամքը կառավարել։ Ինչի է մարդկանց, ինչի է իրանց տենց թվում։ Այսինքն եթե իրանց երեսին ձեն չեն հանում, եթե իրանց երեսին ժպտում են, եթե իրանց մոտ աշխատում են այդ մարդիկ, ասենք իրանց ճնշում են, նրանք էլ դու հասկանա սուբորդինացիա բանա, միտեղ լեզուն բան են անում, կծում են, ձեն չեն հանում։ Դե տարիներ շարունակ աշխատել են։ Հա, իրանց թվում է թե այդ մարդիկ իրանց տրուկներն են, իրանց ճորտերն են, ես դες սենց ասեմ։ Իրանց
հիմնարկների աշխատողները էլի գնալու են եւ ընտրելու են ԿՊ։ Իրանց այդ ոնց է կոչվում տաշին գրուպա, ինչա կազմակերպությունների խումբ է, ինչա չգիտեմ, ինչի ղեկավարը որ իրանք են էլի, բանը դուք ասեք, կան չէ, գործարաններ էլ կան, բաներ էլ կան, բականեր այդ գործարանները թող Սերժ Սարգսյանի օրոք բացեին, կաբելի գործարան ենք բացել, տրանսֆորմատորի գործարան ենք բացել, արմատուրի այդ արմատուրան չգիտեմ աշխատում է թե չէ, բայց բոլոր հնարավորությունները տվել ենք էլի։ Բայց մարդիկ նաև մեր շնորհիվ է, որ այդ որ ասում են աշխատատեղ ենք է բացել, բայց մեր շնորհիվ է որ այդ աշխատատեղը բացվել է, բա կառավարությունը այն որ իրանց ճղում են, ասում են բաներն է ստանում, մենակ իշխանության հետ փոխկապակցված անձինք են ստանում մաքսային արտոնությունը, տարբեր տեսակի ծրագրերից օգտվելու հնարավորությունը, այնա Պապոյան Գևորգը բան արեց, չտվեց ցանկը, թե քանի էլ մաքսային արտոնություն են ստացել, էլ քանի տեսակի ծրագրից են օգտվել ու օգտվել լավ են արել, էլի մեր պետության համար, ես չեմ ասում ինչ են օգտվել, բայց այդ մարդիկ դա տեսնում են, չէ, դա հասկանում են, չէ, թող իր բանի եղբոր իշխանության ժամանակ գար այդ կաբելի գործարանը բացեր, այն մյուսինը աներ, այն ժամանակ ինչ էին անում, տաշիտ պիցա ռեո մոլետ էր, այն որ մեկ ասում են, սպառողական մտածելակերպ, բան, իհարկե չեմ ասում էլի, որ սննդի բիզնեսը և առևտրի կենտրոնը դա է, բայց հələ նայեք դուք բանի կարողության ծավալ, չէ, Չէ, ամբողջ օրը այդ են ասում Forbes-ի ցուցակում եսի միշտ ենք, բան, հա, ու դրած գործ։ Բան, ասենք մոլ եւ սնունդ էլի շատ լավ է, բայց հետո թող չհելնեն մեծ խոսան, ասեն, բան ուր է նավթա վերամշակման կոմբինատը, ուր են մթերման կայանները, մենք հեսա որ գանք մթերման կայան 300,000 աշխատատեղ կբացեն։ 300,000 մենք ենք բացել, 300, չէ, 280,000 աշխատատեղ մենք ենք բացել։ Եթե իրանք դրանից ավել կարան բացեն Թող բացեն ոչ մեկ ձեռներ չի բռնում, հեսա հունիսի 8-ից սկսած, էլի իրանք հնարավորություն են ունենալու, մթերման կայան են խոստացել։ Ես ասեմ, ես բանեմ, հետևողական եմ լինելու։ Տեսնենք այդ մթերմանը, որ մեր գյուղացիներին տենց մեծ խոստումներ էին տալիս, թե ձեր ամբողջ բերքը իրանք ունեն, չէ՞, այնտեղ ուժեղ կապեր, չէ՞, ունեն արտահանվող երկրներում, որ ուժեղ մթերեն եւ ուժեղ արտահանեն։ Եթե այդ կապերը իսկապես ուժեղ են, եթե այդ արտահանման համար Հայաստանի Հանրապետության շահով չէր վճարվելու, այլ վճարվելու էր ու զուտ իրենց ընկերական հարաբերություններով կամ այնտեղ իրանց ունեցած որևէ այլ շահով, իրանց անձնական շահով, ոչ թե մեր պետական շահով։ Եթե այդպես է, հունիսի 8-ից հետո էլ կարող են բացել այդ նավթավերամշակման, ասում Նարեկը, չէ, Վանաձորում ասում էր նավթավերամշակման, չէ, ոչ մեկ ձեռը կակրած հեսա ճանապարհները կամաց բացվում են, նավթել կարա գա, իր հնարավորությունները շատանում են, մի բան, որ իր քաղաքական կուրսի ժամանակ դժվար թե այդպիսի հնարավորություն լինի երեք կողմից նավթ բերելու, հա, հետո վերամշակելու, այդ ամեն ինչը կարողանան իրանք անել։ Եվ քան որ խոսեցինք Մոսկվայի սպառնալիքներից, դրան զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր անվերապահ աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, իհարկե դրանից էլ նեղվեց ընդդիմությունը, այս մասով ինչ կասեք։ Հա, դե ինչ են նեղվում, իրանք ինչ են, իրանք պիտի նեղվեն իրանք իրանցից։ Նույնիսկ հայտարարեցին, որ նախընտրական իրանք թող իրենց խելքից նեղվեն, հասկանում եք, իրանք թող մի հատ կանգնեն առավոտյան կամ երեկոյան հայլու առաջ իրանք խելքից նեղվեն, նայեն հայլու մեջ իրանք ու ասեն, արա, մենք ինչի չենք հասկանում, ինչա կատարվում։ Իրանք այսպես նայեն ու ասեն. Ինչի մենք չենք զգում ժամանակի ոգին, իրանք էլի, լավ իրանք ասեն, որ չկտրեն ասեն, ես ասել եմ, ես չեմ զգում։ Ինչու իրանք չեն զգում ժամանակի ոգին։ Իրանք չեն տեսնում, որ աշխարհում խոշոր խաղացողներին ընդ որում նաև Ռուսաստանին պետքա որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն եւ ճանապարհների ապա շրջափակում, սա պետքա բոլորին։ Տարաձայնությունները դետալների մեջ են։ Այս սրան հաջորդող դետալը ոնց, ինչ մասնաբաժնով, ով որտեղ, ով ինչ եւ այլ, իրանք ոնց են դուրս գալիս խաղաղության օրակարգի դեմ, ճանապարհների ապաշրջափակման, փաստացի ճանապարհների ապաշրջափակումը վիժեցնող փաստացի դա է լինելու, եթե նորից ասում են վերադարձի իրավունք, եթե ասում են չէ, պետքա հայցերը հետ չքաշենք դատարաններից, միջազգային դատարաններից, եթե ասում են չենք ստորագրելու բաններ, չէ, իրանց ցուցակի ով էր, իրանց ցուցակի 13-րդ համարն էր ասում,
Նարեկ Կարապետյանը ասում է չենք չեղարկի, բայց մեր պահանջներով, մեր առաջարկներով։ Դեղով չեղարկել էլի, ասում է չէ, դա չեղավ Սամվել Կարապետյանը, ասում է չէ, չենք չեղարկել, ուղղակի չենք կատարելու։ Եվ իրենք երաշխավորի փնտրտուքների մեջ են, որտեղ Ռուսաստանի Չէ, լսեք, ես չեմ կարել, ես այնօր ավտոբուսի մեջ էի տեսանք բանից հետ գալուց։ Հագին մինչև Երևան ծիծաղել ենք այդ բանի վրա, այդ հոլովակի վրա, որ ասում է չէ, չենք չեղարկելու, բայց չենք կատարելու, ասենք ոնց դա ու այդ խելքով ինչ են ուզում որ այդ խելքով ոնց են Թրամփի, Մակրոնի, Պուտինի, Սի Ցզինպինի, բանի մյուսի հետ ոնց են խոսալու գնաս մեկին ասես հա այդ թուղթը թուղթ, բայց հələ սպասի, ես մի հատ ասելուք ունեմ։ Այդ թուղթը դիրենքով խոսում ենք հիմա։ Ով տենց խոսակցություն կտանի այդ մարդու հետ։ Եթե դա ասեմ էլի տենց արել, ասել է թուղթը դիր մի կողմ բայց այս վիլայի հետ կապված ասած հարց կա, ֆրանսիացի իրավաբաններն էլ ասել են, «Քեզ թուղթը չեն կադենեք մի կողմ, թուղթը դիր մեջտեղ» եւ ըստ թղթի մենք տեսնում ենք, որ ստեղ կա խնդրեմ, որ դա եղել է, չգիտեմ, ինչ էր արել, դա Գազպրոմի հետ կապված ինչ-որ թեմաների մեջ էին ընկել, ինչ-որ պտտել էին, բան էին արել, կտրտել, ես ինչ էին արել, իրենց բանն է հիմա դրանով զբաղվում, փողերի լվացման բանն են հատուկ փողերի լվացման դեմ պայքարի հատուկ կազմակերպություն են, գործը հասել է այնտեղ էլ գնա մեզ դատի ա տվել, Հայաստանի Հանրապետությանը դատի ա տվել, մեզ էլի մեզ չէ, մեզ Հայաստանի Հանրապետության դատի ա տվել կիպրական անձնագրով, որ իբր թե մենք խախտել ենք Հայաստանի եւ Կիպրոսի միջև կնքված ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիր էլի 95 թե 96 թվականին, հետո գնացել Ֆրանսիային դատի ա տվել հայկական անձնագրով, որտեղ էլ էլի ֆրանսիական պետությունը չի պաշտպանել իբր թե ռուսական անձնագիրն չգիտեմ ինչի համար է ուզում օգտագործած լինի։ Եվ ամփոփելով դուք մասնակցում եք գրեթե նախընտրական բոլոր հանդիպումներին, թե Երևանում, թե մարզերում, ես խնդրեմ ձեր տպավորությունները բնակիչներից ստացած այդ էներգիայի մասին։ Շատ դրական, շատ պոզիտիվ, ես պիտի ասեմ, անկեղծ ձեզ մի բան ասեմ, որ մեր ոնց ձևակերպեմ, մեր քաղաքացիները ոչ ամեն օր հեռուստացույցով խոսացող, ոչ գիտությունների դոկտոր պրոֆեսոր ներկայացող, ոչ այդ այսպես կոչված այդ ինտելիգենցիա, շմինտելիգենցիա, մտավորական ներկա երկիչ, երկչուհի, եսիմ ինչ, որ հետ մեծ բան են անում, sense չէ, մենք բան են, հետ սովետական հատկապես այդ սերունդ կա, չէ, տենց միջինից ավակ տարիքի, որ տենց են բանի ձայնով, են լևիտանի ձայնով, sense բանել, sense ելույթներ են sense ունենում, մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները շատ ավելին են հասկանում ընթացիկ process-ներից, շատ ավելի ես ձեզ ասեմ, մարդիկ մոտենում են, այնպես դիտարկումներ են անում, որոնք գեր քաղաքական նշանակություն ունեն եւ որոնք կապված են շատ, գիտեք, այսպես շատ բարձր մակարդակի քաղաքական process-ների հետ, որոնց մասին իրանք ուղղակիորեն կարող է եւ այդքան տեղեկություն չունենային, այսինքն դրա հոսում դա չկա, դա ես այն ինչ իրանք ասում են, ես մեկ էլ դրա պատասխանը փնտրում եմ այն բանակցություններում, այն քննարկումներում, փակ քննարկումներում, որ ես եղել եմ, հա, այն մեր գործընկերների հետ, այսինքն միջազգային եւ այլ, բայց իրանք դա չեն լսում, բայց իրանք դա զգում են։ Իրանք ժամանակի ոգին շատ ավելի լավ են զգում այդ մարդիկ, այսինքն մեր սովորական մեր քաղաքացիների մեծ մասը շատ ավելի լավ են զգում, քան այդ եթերա գլուխները, որ ամեն օր գնում են հայելի ակումբից վազում են բան, չգիտեմ, ուր են վազում, դուք ասեք, Երևան թդեից 168 ժամ, այդ Արթուր Խաչիկյան, Շմաչիկյաններ եւ այլ, այդ մեծ կազմ կա, չէ, այնտեղ այդ գիտեք ոնց, այդ անխելք մարդիկ, իրանք կոնկրետ ասենք այդ ուսյալ անխելք մարդկանց մի հատ կատեգորիա կա, ուսյալ անխելքներ են իրանք, որ Վանոյի ասած շատ կարդացած, քիչ հասկացած, իրանք խոսում են, ես ասենք դա ակնհայտ է, որ իրանք հիմարություններ են դուրս տալիս ուղղակի եւ ակնհայտ է, որ ոչ միշտ են դա անում իրենց ազատ կամքով, հասկանում եք, ոչ միշտ են դա անում իրենց ազատ կամքով, հաճախ ուղղակի դա իրենց գործն է, իրանք գործի են դուրս եկել եւ իրանք թվում է, որ իրանք կարող են ոչ իրանց այդ դիպլոմները ունեցող մարդկանց, սովորական, շատ սովորական մարդկանց խաբել իրանց այդ բառերով, այդ նախադասություններով, այդ տոնով, այդ իրանց այդ պաֆոսնի այդ կերպով,
Չկա տենց բան։ Շատ իհարկե խնդիրներ էլ կան։ Իհարկե բա չլինեն, բա ինչ եք ուզում, բա խնդիրներ չլինեն, բայց խնդիրները այն մասին չեն։ Ինչի մասին որ իրանք խոսում են, լրիվ ուրիշ բանի մասին են խնդիրները։ Պետական համակարգում ուրեմն արդյունավետության մասին են խոսում մարդիկ, եթե խնդիրներից խոսենք, դատական համակարգի արդյունավետության մասին։ Մի զգալի թվով մարդիկ հələ գալիս մեզ ասում են ինչի դրանց չեք պատժում։ Հələ այդ շատ մեծ թիվ է կազմում։ Շատ մեծ թիվ է այդ բաների հարցումներն, IR-ի հարցումներն են ցույց տալիս։ Մեզանից դժգոհ քաղաքացիների 55 այարներ թե իվեններ, չեմ հիշում, այդ վստահելի աղբյուրներ բան է, էլի հարցումները։ 55%-ը մեզանից դժգոհ քաղաքացիներ։ Մեզանից դժգոհ է, որ մենք չենք պատժել նախկիներին այնպես, ինչպես իրենք էին պատկերացնում, որ մենք պիտի պատժենք, այսինքն, չգիտեմ, բանտ եւ այլ։ Դե կարելի ասել ամեն օր քարոզարշավին մենք ականատես լինում ենք նման մի հարցը։ Չէ, դա փաստ է, ես աշխարհում չգիտեմ, երկրորդից դեպքը կա, որ իշխանությունից բողոքեն ոչ բավականաչափ կոշտ լինելու համար ընդդիմության հետ։ Բայց իրենց հարցն են, ասում են բռնապետ են, մեզ բռնությունների են ենթարկում, հալածում են, քաղբանտարկյալներ ունենք։ Ով մենակ չասեք Անդրանիկ Թևանյանն է քաղբանտարկյալը։ Մենակ էդ էլ չասեք։ Մարդու մասին, տեսեք, պատկերացնենք, մարդու մասին ասում են դու ազգային ժողովի փակ նիստից տեղեկությունը միջնորդավորված բարձր, որտեղ ինքը падգամավոր չէր։ Արդեն ենթադրում եմ ու միջոցով է դա հանել, բայց այդ թող քննությունը էլի ասի։ Հանել ես, տվել ես երրորդ կողմին, մի բան, որ դու իրավունք չունեիր դա ավելի է ծանրացնում իրաց, ինքը իրավունք չուներ դա հանել, այս երրորդ մարդու միջոցով։ Հանել է հերիք չի տվել երրորդ մարդու, ինքը դա հարց են տալիս, ինքը չի հերքում։ Ասում ասա սարքած, ասա պատվեր է, Նիկոլ Փաշինյանը հետևից սանգել ես, եղբայր, դու ասա արել ես թե չես արել, դու սկզբից ասա չէ, չեմ արել, վերջակետ։ Նոր տողից մի մատ խորքից, նոր շարունակի քո մնացած ասելիքը։ Արել ես թե չես արել, կոնկրետ հանել ես թե չես հանել։ Ինքը ասում է ես որպես քաղաքացի կարող է հետաքրքրված լինել, հա կարող է շատ բոլորն էլ կարող է հետաքրքրված լինել, բայց իրավունք չունի, ես էլ եմ շատ հետաքրքրված, թե ինչ են խոսում անվտանգության խորհրդի լիստում, բայց անվտանգության խորհրդի անդամ չեմ։ Չեմ կարող փորձեմ ասենք իմանամ էլի այնտեղից ինչ են խոսացել, հետո այդ ինֆորմացիան հանեմ տանեմ տամ ես իմում ասեմ սենց են խոսացել, նենց են խոսացել, նենց են խոսացել։ Այդքան ուզում էր լսել, թող մնալ падգամավոր բանը։ Գա լսել, բայց էլի դա չէ նշանակի, որ իր լսածը ինքը կարա դուրս հանի եւ տա օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացում։ Միգուցե իր համար հատուկ այդ հատուկ ծառայության ներկայացուցիչ չենք անել օտարերկրյա չի եղել։ Ինքը համարել է դա ինչ օտարերկրյա։ Մերն է էլի, երևի տենց է մտածել, բայց հենց դա է մեղը։ Իրանք չունեն, իրանք հասկանում եք, իրանք չեն պատկերացնում Հայաստանը որպես անկախ պետություն։ Մեր հիմնական տարաձայնությունը իրանց հետ։ Սրանում է կայանում։ Մեզ հաճախ ասում են, չէ, ասում են, բա դուք ո՞նց է որ Թուրքիան էս ինչը ասում է, դուք համաձայնում եք, Ադրբեջանը էս ինչը ասում է, դուք համաձայնում եք։ Կներեք, բայց Ռուսաստանն էլ է շատ բան ասում եւ մենք համաձայնում ենք, բայց մենք ենք համաձայնում։ Սա շատ կարևոր է։ Մենք կարանք համաձայնենք, կարանք չհամաձայնենք։ 5 հարց կա, 3-ի շուրջ կարող է համաձայնենք, 2-ի շուրջ չհամաձայնենք, չէ՞։ Այդ սուբյեկտայնությունը իրանք չեն պատկերացնում Հայաստանի համար, հասկանում եք, իրանք մեր կամքը փորձում են ճզմել ռուս-թուրքական հարաբերությունների մեջտեղում, մեր կամքը սահմանափակել այդ հարաբերությունների ակցանով, սխմեն մեր կամքը, ասեն տես շարժվելու տեղ չունես, այն կողմը ռուսն է, այն կողմը թուրքն է, տես հա, այդ է իրանց պատկերացումը, դե որ միջին վիճակագրական մարդն էլ կամ մարդկաց մեծ մասը ասի դե լավ դե հո թուրքի կողմ Թուրքիա ասածով չի լինի, գոնե ռուսի ասածով լինի, բայց ով ասել որ պետքա լինի կամ նրա ասածով կամ նրա ասածով։ Հարց կա, կարող է մեր շահերը համընկնեն այնտեղ, հարց կա, կարող է մենք ընդհանուր հետաքրքրություն ունենանք այնտեղ հազարի մի հարցում։ Ով է դա հենց հիմա բաց ասում են։ Ով է, թող այնտեղով կա իրենց ֆեյքերից թող սկսեն արդեն։ Իհարկե Հիմա օրինակ ասում եմ, տարածաշրջանային ճանապարհների բան է, ապա շրջափակում։ Դա մեզ էլ է պետք, դա Ադրբեջանին էլ է պետք, դա Թուրքիային էլ է պետք, բոլորիս դա պետք է։ Իսկ ինչի դա չպետք, արդեն սկսել է, չէ՞, դա մենք դա արդեն տեսնում ենք կոնկրետ օրինակներով։ Մի ուրիշ հարցում, ու ասեմ, այդ մարդիկ իրանց նման հայելային մտածելակերպով մենք մի հատ ուրիշ խումբ ունենք մարդկանց։ Այդ եկեք պայմանական իրենց կոչենք արևմտամետներ, որտեղ իրանք այդքան էլ տենց արևմտամետ չեն, էլի մեղմ ասած, որ մի բան էլ նոմա թե վայ գնաց Մոսկվա վարչապետ։ Հա,
գնաց Մոսկվա, վերջ, ասում եք Ռուսաստանի հետ այս ինչ հարցում համաձայն չեք, բա ոնց գնացիք Մոսկվա։ Հասկանում եք, այդ պրիմիտիվագույն, չգիտեմ, էլի, երևի դպրոցական երեխեքն էլ այդքան պրիմիտիվ չեն պատկերացնում հարաբերությունները դասարանում, հա, իրար միջև ովում հետ ոնց, ովում հետ ընկերություն, ովում հետ նեյտրալ, ովում հետ հակադրություն, այդ ցանցը երևի այդքան պրիմիտիվ չեն պատկերացնում, ինչքան սա պատկերացնում են մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, որովհետեւ մեկի հետ կամ լավ ես, կամ վատ ես։ Ծայրահեղություն։ Կամ լավ ես, կամ վատ ես։ Եթե լավ ես, եթե վատ ես, դիվանագիտական հարաբերությունները խզում ես, սահմանը փակում ես, ու սկսում ես հայհոյել, այսի վատն է։ Կամ լավ ես, եթե լավ ես, ամեն ինչ անում ես իր ուզածով։ Բայց տենց չի աշխարհը, տենց չի աշխարհը, նույնիսկ բարեկամ, նույնիսկ Եվրամիության մեջ, հələ նայեք, քանի հարցում է, քանի ձև են քննարկում, դնում, վերցնում, միջին մեկ բալանս են գտնում Եվրամիություն ԱՄՆ հարաբերություններում, չգիտեմ, նույն որը կուզեք, Ռուսաստանը իր, չգիտեմ, մոտ պետությունների հետ, այն մյուսը իր մոտ պետությունների հետ, այդ մարդիկ, ես կներեմ, ժամանակը սպառվել է, որ շատ կարևոր բան է, էլի այդ մարդիկ ցանկանում են մեզ զրկել սուբյեկտայնությունից եւ դրա համար են փորձում է շանտաժի ենթարկել, ասել, տես հա, ոնց, այս Թուրքիա ասում է ծխելը վնասակար է առողջության ու դու թարգում ես ծխելը, ոնց թե Թուրքիա ասելով դու ծխելը թարգեցիր, հասկանում եք, ինչ դե հələ շուշուց սկսի ծխել, Թուրքիայի բանը, պաշտպան բանը, դուք ասեք, առողջապահության նախարարությունը ասել է ծխելը վնասակար է, հայեր, սիգարետները վառեք, թուրքերը sense բան են ասել, այդպես չի լինի, ժողովուրդ ջան, այդպես չի լինի, ու նույնը ռուսների հետ այդպես չի լինի, ու նույնը ոչ մեկի հետ այդպես չի լինի, մենք պետք է նայենք փաստացի, մեր շահերից ինչ է բխում, ոչ թե նայենք, թե ով է ինչ ասում այն թեմայի մասին, որում որ մենք մասնակցություն ունենք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար